Կոնստանտին անունը օգտագործելով իրենք զորհրդական լայն զանգվածներին ասում էին, որ մենք գնում ենք դեպի ավելի ազատ կայսրություն, այդ ազատ կայսրությունում կա մի փաստաթուղթ, որը կոչվում է կոնստիտուցիա, բայց քանի որ անգրագետ մուժիկները չգիտեին, թե ինչ է կոնստիտուցիա, ասում էին կոնստիտուցիան Կոնստանտինի կինն է։ Իսկ մենք խոսում ենք 18-19-րդ դարի մասին, այսպես կոչված գալանտնի վեկ, ինչպես ասում էր մեր Սիլվիա Ռադզինսկին, երբ որ սկսվել էր արդեն լուսավորության այդ ամբողջ շարժումը Եվրոպայում։ Տոլստոյի «Վայնայի միրի» մեջ այդ նույն հերոսներից մի քանիսը էլի այդ մասոնական կազմակերպության անդամ, նույն Պիեր Բեզուխովը, մոնարխները, ղեկավարները, կառավարության ղեկավարները, նախագահները չեն զգում կամաց փոփոխությունների հոտը եւ նաեւ ռեֆորմների անհրաժեշտությունը, էվոլյուցիոն ճանապարհը, մշտապես այդ էվոլյուցիոն ճանապարհին գալիս է փոխարինելու ռևոլյուցիոն ճանապարհը։ նա շատ լավ հիշում էր անձնական մի բան, թե ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս 16-րդի եւ նրա ընտանիքի հետ։ Հիշում ես լիբիական Ջավահիրիայի հրամանատար գնդապետ Մուամմար Կադաֆին, երբ որ արաբական գաղութը սկսել էր ժողովուրդը փողոցում, գնացել էր ժողովրդի մեջ կանգնել, ասում էր ես էլ եմ պահանջում վարչապետը թող հրաժարական տա։ Ради того, чтобы удержать власть, я готов душить демократию, утверждать диктатуру, гнать бывших товарищей из Совета, подписывать похабный мир, похабный хайտարակ հեղեղուկ мир и вообще носить кличку тиран и узурпатор։ Եվ երբ որ տեսնում եմ, որ իրեն ինքը մնում է անպատիժ, շարունակում են իրեն պատվի առնել, շարունակում են իր ապօրինի հրամանները կատարել եւ այլն, ինքը արդեն մտնում է այդ իրավիճակի մեջ։ Ողջույն 24-ի եթերում Պրովզրույցն է, Պրովզրույցի թվով 15-րդ թողարկումը, այն վարում ենք ես, Նարեկ Գալստյանը եւ գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Ավանդության արդեն համաձայն մենք շնորհակալություն ենք հայտնում Պրովզրույց 14-ը դիտելու համար, այնտեղ զետեղված ձեր մեկնաբանությունների, առաջարկների, դիտողությունների եւ դիտարկումների համար, ինչպես բազմիցս առիթ ենք ունեցել նշելու, թե ես եւ թե պրոֆեսորը անպայման նայում ենք մեկնաբանությունները, քննարկում այն եւ ժամանակ առ ժամանակ անդրադառնում նաեւ այնտեղ առաջարկված թեմաներին։ Այսօրվա մեր հաղորդումը ուզում եմ սկսել հետևյալով, որ ուղիղ 200 տարի առաջ դեկտեմբերյան այսօրերին, իսկ ավելի կոնկրետ դեկտեմբեր 14-ին, Սանկտ Պետերբուրգի Սենատի հրապարակում առավոտյան թվով շուրջ 3000 զինվորներ հրաժարվեցին հավատարմության երդում տալ Նիկոլայ առաջին ցարին կամ ռուսացար Նիկոլայ առաջինին։ Այս իրադարձությունը տեղի ունեցան Ալեքսանդր առաջինի մահից հետո, երբ որ փաստացի առանց ժառանգ մնացած Ռոմանովյան դինաստիայում կար Ալեքսանդրի ընտանիքում, այսինքն ինքը զավակ չուներ, արու զավակ չուներ եւ ընդհանրապես զավակ չուներ։ Փաստացիորեն դրանից հետո երկու եղբայրների հարց առաջացավ Կոնստանտինի եւ Նիկոլայի։ Կոնստանտինը, որ այդ պահին գտնվում էր Լեհաստանում եւ փաստորեն ղեկավարում էր Լեհաստանում գտնվող ռուսական զորքերը, հրաժարվեց գահից, իսկ Նիկոլայը չէր պատրաստվել, ինչպես ասում են, նա царствование, Սայնց օգտվեցին որոշակի խմբեր, որոնք նաև, այսպես ասեմ, գաղտնի օթյակների, մասոնական օթյակների անդամներ էին, նաև այդ թվում, եւ ապստամբություն բարձրացրեցին Սենատի հրապարակում, եւ Նիկոլայ առաջինը ստիպված եղավ քաղաքի կենտրոնում կիրառել հրետանի այն ժամանակվա թնդանոթներ, արկեր եւ տասնյակ հարյուրավոր հազարից ավել, եթե չեմ սխալվում, մարդ սպանվեց այդ ապստամբության հետևանքով, բազմաթիվ մարդիկ վիրավորվեցին, իսկ ապստամբության կամ դեկաբրիստների 5 պարագլուխները դատապարտվեցին մահվան, տասնյակները աքսորվեցին Սիբիր, կատարգայի վրա աշխատելու եւ նրանցից շատերը կարողացան վերադառնալ մայրաքաղաք արդեն Նիկոլայ առաջինի մահից հետո, երբ որ Ալեքսանդր II-ը եկավ գահի։ Եվ այսպես այսօր մեր թեման ապստամբություններն են։ Ապստամբություններ եւ ապստամբությունների իրավունքներ։ Ընդհանրապես ինչպես է այդ ամեն ինչը ազդում, ապստամբություն կոչեցյալը ինչպես է ազդում
պետության ճակատագրի վրա եւ ինչպես պետք է պահեն իրական պատմության արժեվ պատասխանատվություն ունեցող առաջնորդները, երբ իրենց երկրում ծագում են ապստամբություններ։ Ռուբեն։ Ես նույնպես միանում եմ շնորհակալություններին նախորդ հաղորդման դիտումների եւ առաջարկների համար։ Նարեկ, ես նախ ուզում եմ փորձենք առանձնացնել ապստամբության ձևերը եւ պատճառները եւ հետո նաեւ դրա հանդեպ վերաբերմունքի, ձևերը։ Նախ եւ առաջ ապստամբությունը ինչ է, ինչ որ մի բանի հետ չհամակերպվելը, այդ ինչ որ մի բանը բնականաբար ավելի շատ ընկալվում է որպես ճնշում, բռնություն, հալածանք եւ այլն, դրա դեմ ընդվզման ծայրահեղական, ձևը։ Եվ կարծում եմ կա այսպես բնական ապստամբություն եւ օբյեկտիվ կամ ապստամբություն, երբ իրողությունները այնպիսին են, որ մարդիկ, ժողովուրդները այլ ելք չունենալով դիմում են ապստամբության։ Երկրորդ ձևը դա խարդավանքային, դավադրական, ոչ օբյեկտիվ, սարքած, ապստամբությունն է, որը բնականաբար իրականացվում է իրողությունների, ինֆորմացիայի խեղաթյուրման, այլափոխման եւ ժողովրդական լայն զանգվածների հույզերի վրա աշխատելու միջոցով։ Հիմա քո նկարագրած դեկաբրիստների ապստամբությունը այս երկրորդն էր, որը լիովին հենված էր կեղծ ինֆորմացիայի վրա, քո ասած շրջանակները տարբեր օթյակների եւ տարբեր այլ պետությունների միգուցե ուժային կառույցների հետ կապ ունեցող շատ լավ գիտեին, որ տարօրինակ կերպով Ալեքսանդր առաջինը իր կտակը գաղտնի էր պահում, այսինքն կտակի մասին, որ գահը ժառանգում է, քանի որ նա մանկահասակ երեխաները, աղջիկները մահացել էին, նա չուներ ժառանգ, հաջորդ եղբայրը Կոստանտինը, որը նույնպես ամուսնացած էր, բաժանված էր, ժառանգ չուներ կամ մի աղջիկ ուներ, կամ ապօրինի ուներ եւ այլն, եւ որը ուներ ոչ հավասարակշիռ պահվածք եւ որը վախենում էր գահից, ասելով, որ ինձ կսպանեն ինչպես իմ հորը Պավելին եւ ինչպես իմ պապին Պետրոս 3-ին, Պյոտր 3-ին, եւ նա կարծես հեռացած էր եւ Լեհաստանում չսիրված լինելով ապրում էր այնտեղ, ժառանգությունը ինչպես էր, Ալեքսանդրը գրել էր կտակը, որ իրենից հետո Կոստանտինը պետք է լինի, բայց Կոնստանտինը հրաժարվել էր եւ Ալեքսանդրը գրել էր հաջորդը, որ քանի որ մեր եղբայր Կոստանտինը հրաժարվում է, գահը ժառանգելու է տարիքով հաջորդը Նիկոլայ Պավլովիչը եւ այդ իր հրովարտակը կամ փաստաթուղթը պահվում էր, եթե չեմ սխալվում, Մոսկվայի Արխանգելսկյան եկեղեցում եւ հայտնի էր մի օրինակը սենատում էր գտնվում, այսինքն մոտ մի 4-5 հոգի դրանից տեղյակ էին, բայց ժողովրդական լայն զանգվածները տեղյակ չէին եւ այդ մասին տեղյակ դավադիր շրջանակները դա օգտագործելով, որ պետք է իբրև թե պաշտպանելով Կոնստանտինի իրավունքները, սկսեցին ժողովրդի մեջ, այդ թվում մտավորական շրջանակներում խժդժություն առաջացնել, այսինքն կեղծիքի հիման վրա առաջացնել իրարանցում եւ ասելով, որ խեղճ Կոնստանտինը հիմա գերության մեջ է եւ Նիկոլայը ուզուրպատորը վերցնում է եղբոր գահը, մանավանդ որ արդեն հատվել էր Կոնստանտինի նկարով դրամ եւ դա իդեպ նումիզմատների մոտ համարվում է ամենաթանկարժեք դրամը, որտեղ շատ քիչ քանակությամբ է տպարել, որտեղ ավտոմատ իմացել են Ալեքսանդրը մահացել է, Կոնստանտինի դեմքով դրամ են հատել։ Կազնաչեստվան, այսպես կոչված։ Մոնետնի դվորը, այո։ Եվ տես ինչպես էր այդ խեղաթյուրումը։ Կոնստանտին անունը օգտագործելով իրենք զորովրդական լայն զանգվածներին ասում էին, որ մենք գնում ենք դեպի ավելի ազատ կայսրություն, այդ ազատ կայսրությունում կա մի փաստաթուղթ, որը կոչվում է կոնստիտուցիա, բայց քանի որ անգրագետ մուժիկները չգիտեին թե ինչ է կոնստիտուցիա, ասում էին կոնստիտուցիան Կոնստանտինի կինն է։ Եվ այդ ապստամբության ժամանակ դեկաբրիստների գոռում էին «За Կոստանտինը, за Կոնստիտուցիю»,
եւ ժողովուրդը մտածում էր, որ գոռում էին ցարի եւ կայսրի եւ կայսրուհու անունները, այսինքն բացահայտ սուտ, ինչպես կարող են տարբեր այլ իրավիճակներում, ասենք սուտ լուրեր տարածեն, Ինչպես ասենք Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկը եւ այլն, այո, նմանատիպ տարբեր բաներ, հա, եւ այս ամեն ինչի արդյունքում սկսվեց կեղծ ապստամբություն ու դրան արձագանքը, հա, երրորդ շերտը տնայինք, ինչպես է արձագանքում հանրությունը, կան մարդիկ, որոնք դեմ են, կան մոլորյալներ, ընդ որում, սենց ասեմ, օբյեկտիվ մոլորյալներ, օրինակ Դաստոևսկին, կամ այլ մտավորականներ, կամ երիտասարդներ, ուսանողներ եւ այլն, որոնք իրոք մտածում էին, որ ինֆորմացիոն է սովի պատճառով, որ Նիկոլայը վերցնում է եղբոր գահը, այսինքն, որոնք նույնպես իբրև դուրս էին եկել բողոքի, իբրև թե անարդարության դեմ, եւ կային պրովոկատորներ, որոնք այդ կոչերը բղավում էին, տարածում էին եւ այլն եւ այլն։ Այսինքն այս ապստամբությունը ըստ էության fake լուրերի հիման վրա ստեղծված ապստամբություն է։ Ես ներողություն եմ խնդրում, չեմ ուզում հակադրվել, ի հավելումն կամ թեկուզ նաև փորձենք քննարկելով հասկանալ։ Տես, ռուսական հասարակությունը, արի ընդունենք, որ այդ ժամանակվա եվրոպական հասարակությունից, իսկ մենք խոսում ենք 18-րդ, 19-րդ դարի մասին, այսպես կոչված գալանտնի վեկ, ինչպես ասում էր Մերսելի Ռադինսկին, երբ որ սկսվել էր արդեն լուսավորության այդ ամբողջ շարժումը Եվրոպայում, ու հասկանում ես, ասենք Եկատերինա II-ը Վոլտերի հետ նամակագրության մեջ էր եւ խոսում էին մարդկային ազատությունների մասին, այլևս սկսվել էին մարդու հիմնարար ազատությունների իրավունքների մասին եվրոպացի արևմտյան փիլիսոփաների բանավեճերը, խոսակցությունները, քննարկումները, հասարակություններին համակել էր այդ լուսավորական գաղափարախոսությունները, այսինքն եւ այդ պայմաններում պետք է ընդունել, որ ռուսական կայսրությունը 50-100 տարի հետ էր լինելով Եվրոպայի մաս, Եվրոպայում ընթացող process-ներից ու ինքը նստել էր մի այնպիսի վարոդի տակառի վրա, որը կոչվում էր крепостное право, այն է ճորտատիրությունը, եւ այդ ճորտատիրության պայմաններում ինքը չէր կարող, այսինքն դեկաբրիստների պարագայում եթե պատրույգը եթե կարողացան հանգցնել, ապա 17 թվականի հեղափոխության ժամանակ այդ պատրույգը արդեն այնպես պայթեց, որ թողեց մի ամբողջ կայսրություն այդ պայթյունի տակ, այսինքն ասածս այն է, որ անշուշտ այդ ամեն ինչի մեջ ես վստահ եմ կային այլ երկրների հատուկ ծառայությունների խաղերը, խոսքերը, դրդումները, անշուշտ նույն Ռուսաստանի անհաշտ բարեկամ Մեծ Բրիտանիայի կամ բրիտանական կայսրության համար գերկարևոր էր Ռուսաստանի թուլացումը, անշուշտ Եվրոպայի ժանդարմի կարգավիճակը, որին հանգեցրել էր Ալեքսանդրը Նապոլեոնյան պատերազմների արդյունքում ձեռք չէր տալիս եվրոպական երկրներին, բայց դրա հետ միասին կար մի օբյեկտիվ իրականություն, այդ ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այդ 80-ից ավել տոկոսը ենթադրում եմ, իր էին, ստրուկ, ճորտ, որին կարելի էր վաճառել կանոնել, այսինքն եթե եկածի հիմա անշուշտ պատմությունը եթեներ չի սիրում եւ անշնորհակալ գործը եթեներով խոսելը, բայց այնուամենայնիվ իմ ու քո գործը մի փոքր նաեւ վերլուծելն է, չէ՞, ասենք եթե Եկատերինան, որ ժամանակին իսկապես ցանկանում էր գնալ այդ գործողություններին, գնար ռեֆորմների եւ այդ ռեֆորմները արդեն Ալեքսանդր II-ի օրոք տեղի չունենային ուշացած, միգուցե եւ դեկաբրիստերի ապստամբություն տեղի չունենա եւ որի հետևանքով կամ արդյունքում միգուցե եւ տեղի չունենա 17 թվականի այդ խայտառակ արյունալի, ինչ ասեմ, դարակազմիկ իրադարձություն հանդիսացող տեկտոնական փոփոխությունը, որ կոչվում էր հոկտեմբերյան մեծ հեղափոխություն։ Ես էլ քո ասածը հավելեմ, քանի որ ինքը բազմաթիվ շերտեր ունի։ Հիմա նախ այսպես ասենք, նախ Եկատերինա II-ը քննարկում էր ճորտատիրությունը այո, բայց չասավ դրան։ Քո ասած Վոլտերի հետ եւ այլն, բայց ասում էր, որ ժողովուրդը պատրաստ չի։ Ժողովուրդը չէ։ Ներողություն, ժողովուրդը չէ, ինքը հետաքրքիր բան կա, դրա մասին կարծեմ էլի Ռադինսկուն հողմանում, Ռադինսկին էլ է գրել, բայց այլ աղբյուրներում կա։ Երբ որ ինքը հավաքում է ու սկսում է այդ խնդիրը քննարկել ռուսական կայսրության ամենամեծ կալվածատերերի ազնվականների հետ, Պամեշիկի կագայից, հա, ու անտեղ ասենք պայմանական 1000 հոգի մարդ է լինում, այդ պայմանական 1000 հոգուց ընդհանուր 14-15 մարդնա կողմ արտահայտվում բանը ճորտատիրական կարգերը վերացնելուն ու անգամ կա իր
վկայությունը, որ ասում է օրինակ բերելով ինչ որ մի ազնվականի, որին ինքը շատ ճանաչում էր, սիրում էր, գնահատում էր, ասում է անգամ այդ ազնվականը, որ ինձ հայտնի էր իբրև բարեսիրտ մի անձնավորություն, ասում է ծարս եղավ վրթովմունքից, երբ որ մենք խոսեցինք, ու ասեք ինչ ես ասում, մատուշկա, Ռոսիա не готова к этому։ Հա, բայց մոնարխի բանը խնդիրը նաև այդ ռեֆորմը անցկացնելն է, ոչ մի ռեֆորմ մեզ չի անցնում։ Հիմա նայ, Եկատերինան քննարկեց, Պավելը երկար չկառավարեց, հաջորդը չկարողացավ ենթադրում եմ, չնայած բազմաթիվ չօրենքներ էր ընդունում, Ալեքսանդր առաջինը, Եկատերինայի սիրելի թոռնիկը, այդ որը քո ասած այդ գաղափարներին առաջադեմ լուսավորյալ եւ այլն, ի վերջո Փարիզը մտած, գրաված մարդ էր, կոալիցիայի կազմ, բայց ամեն դեպքում ինքն էր եւ այլն, ինքն էլ էր քննարկում, բայց ինքն էլ լինելով տատանվող ըստ էության չգնաց, եւ ընդ որում ինքը շատ պահպանողական չէր Ալեքսանդր առաջինը, տարբերություն Նիկոլայի, եւ նրա հայտնի այդ բարեփոխիչ Սպերանսկին, որը էլի մասոնական կազմակերպության անդամ էր, ինչ որ բարեփոխումների մեծ ծրագիր էին անում, որը ի վերջո չստացվեց, հա, բայց այստեղ մի հատ հանգամանք կա, դու պետք է հաշվի առնես նաեւ ոնց էր կոչվում այդ իրանց բանը, ֆորմատը ինձ սովետ էր, ասված իշխողություն տա Տայնի սովետ, եթե չեմ սխալվում, այսինքն այդ բարեփոխումների ծրագրի բաներ էլի, բայց հետո ինքը հանեց Սպերանսկին հանեց եւ այդ սովետն էլ այդ պետք չէր։ Հիմա նայ, դու մի հատ այսպեսի հանգամանք կա, որ պետք է հաշվի առնես։ Ռուս ինքնակալը, այսինքն միապետը, հա, ինքը ինչպես էր կոչվում, ռուսերեն ինչպես է կոչվում, Սամոդերժец, հա։ Այո։ Ինքը չէր ընկալում, որ կարող է իրեն բացի Աստծուց որևէ մեկը որևէ բան ասի։ Եվ ես քեզ ավելի վատ օրինակ բերեմ, արդեն ճորտատիրական կարգերի վերացումից հետո Ալեքսանդր II-ից հետո նրա որդին Ալեքսանդր III-ը, որը էլի պահպանողական էր, հա, տենց մուժիկի կերպը, երբ որ ասում են պետքա դումա, խորհրդարան հրավիրենք եւ այլն, դու է պետքա գաս եւ ասում են ոնց, ես ասում եմ я буду заседать с этими скотами, այսինքն ես ոնց կարող եմ, ես սա բանն եմ, դերմուն իրականության զգացողությունը կորցրել են, հասկանում ես սենատորներին, падգավորներին, ասպես նրանց հետ չեմ կարող, ես չէ որ ես միակն եմ, ես միայն Աստծո առաջ եմ, նրանց հետ հենց բառը իր խոսքն է, я буду заседать этими скотами, հետեւաբար այդ մտածողությունը կար, իսկ Ալեքսանդր II-ը արդեն քան ինչպես քո սիրելի իմ սիրելի Ռադզինսկին ասում է դվուլիկի Յանուս, այսինքն ինքը մեկ պահպանողական էր եւ այլն, եւ նրա կողքին կար մի հետարքիր կերպ Լորիս Մելիքովը, հա, ինչպես ասում են Վիլիկալեպնի Արմինին, հա, որը այդ խորհուրդները տալիս էր եւ որը արդեն Ալեքսանդր II-ի մահվան օրը 1881 թվականի մարտի 1-ին նրան տարել էր ստորագրելու այդ բարեփոխումների ծրագիրը, որը ըստ Լորիս Մելիքովի կանխելու էր հետագա հեղափոխությունները։ Սա մեկ, մյուս հանգամանքն արեք, այդ ժամանակ դեկաբրիստների դու մենք պետքա գիտակցենք, որ աշխարհում եւ հատկապես Եվրոպայում կամ Եվրասիայում նաեւ թևածում էր ֆրանսիական հեղափոխության շունչը, մոդա էր եւ այդ դեկաբրիստները եւ ռուս առաջադեմները, ազնվականները, չէ՞ որ ֆրանսիական կենսակերպով էին ապրում, ֆրանսերեն էին խոսում, ավելի մեծամասն ֆրանսերեն էին խոսում։ Այո, այնտեղ էին գնում, հանգստանում, սովորում, բուժվում եւ այլն, հա, Եվրոպայում։ Իսկ իրենք տեսել էին այդ ամեն ինչը եւ մոդա էր։ Եվ Ռուսաստանում այլախոհ կամ կիսահեղափոխական լինելը կարծես ինչ-որ մոդայի մի մաս էր։ Եվ ազնվականների մեջ կային, որ իբրև թե տենց նստում վերլուծում էին, քննարկում էին, չգիտեմ ինչեր էին անում այդ գաղափարները։ Հետևաբար այսպես մի բան կարող ենք ասել, որ Սևերնայա լոժա, եթե չեմ սխալվում, տարբեր լոժաներ կար։ Նույնիսկ անցած անգամ որ խոսում էինք այդ բանի մեջը կա, չէ՞, Տոլստոյի Վայնայի միրի մեջ այդ նույն հերոսներից մի քանիսը էլի այդ մասոնական կազմակերպության անդամ, նույն Պիեր Բեզուխովը, որոնք մասնակցում էին այդ քննարկումներին, որտեղ մոդա էր։ Մոդա էր, ռոմանտիկ էր, ազատության որոշակի բան կար, այդ ամեն ինչը կար, բայց այսինքն նայ, ես որ ասում եմ, որ
ես չեմ ուզում ասել, որ եթե դեկապիստների ապստամբությունը ինքը ճիշտ էր կամ պատմական տեսանկյունից ինքը հակապետական չէր, դրա մասին չի խոսքը։ Ասածս այն է, եւ որ պետության ղեկավարները իդեպ սա Հայաստանին էլ է վերաբերում։ Ես հիմա ինչ որ խոսում եմ, մի քիչ մոտս նաեւ զուգահեռներ են որոշակի առումով իսկ այն բանի ինչա տեսախցիկները փակելու տեսարանը 18 թվականին Հայաստանում ներքնազգեստով որ մենք խոստանում ենք որ կարմիր գիծ չինելու չեն բաները չեն լինելու Կոնստանցիան ու Կոնստիտուցիան են մուժիկներին ասում են կոնստիտուցիան գալու է բայց էլի պես ասում են գալու է կայսրուհի ձեզ ազատություն է տալու այդ կայսրու անունն է կոնստիտուցիա հիմա դրա հետ մեկտեղ երբ որ այդ նուրբ զուգահեռները ես փորձում ենք երկուսով փորձում ենք անցկացնել ցանկացած քաղաքական փոփոխությունների ապստամբությունների հեղափոխությունների ու Հայաստանում տեղ ունեցած իրավիճակի հետ կապված հիմա գալով ռուսական կայսրության վիճակին ես բացարձակապես չեմ ասում որ անշուշտ Նիկոլայը առաջինը արեց մի բան որը ինքը պարտավոր էր անել Ինքը պարտավոր էր անել, որովհետև հակառակ պարագայում մեծ էր հավանականությունը, որ ռուսական կայսրությունը կընկներ այն քաղաքական եւ արյունալի են հորձանուտը, որը տեղ ունեցավ 1917 թվականին, այսինքն կայսրության մասնատում, ասենք Բրեստ-Լիտովսկի խայտառակ դաշնագիրը կարող կոչվեր, ասենք պայմանական, չգիտեմ, մեկ այլ ավելի խայտառակ դաշնագիր։ Բայց ասածս այն է, որ երբ որ անգամ ինքնակալները, այսինքն սահմադրժավիցները, մոնարխները, ղեկավարները, կառավարության ղեկավարները, նախագահները չեն սկում կամած փոփոխությունների հոտը եւ նաեւ ռեֆորմների անհրաժեշտությունը էվոլյուցիոն ճանապարհը մշտապես այդ էվոլյուցիոն ճանապարհին գալիս է փոխարինելու ռևոլյուցիոն ճանապարհը նույն Եվրոպայում մենք գիտենք դեպքեր երբ որ մոնարխները արագ կողմնորոշվում են հնդած եկող զարգացումների եւ ֆրանսիական հեղափոխությունից այդ նաբաթներ, այդ խոչնակներ, որ պետքա գնալ փոփոխությունների եւ իրենց մոտ ստացվում էր այդ բաները։ Ասենք օրինակներից մեկը, հա, ասենք, չգիտեմ, շվեդական թագավորությունը, հա, այնտեղ, ասենք, այնտեղ ակնհայտորեն հասկացան Բեռնադոտներ, չէ՞, Ֆրանսիայի մարշալ, որը որ հեղափոխական էր, ինքը Իրանով Յակոբինյան էր, հետո դարձավ փաստորեն մոնարխ եւ եկեղեցուից սկսեց եւ այլն, այսինքն այդ ամբողջ բանը կազուսը եւ առաջին հայացքից աննորմալությունը որ տեղի ունեցավ մարդիկ կարողացան հասկանալ եկող գրիդուշի այդ խնդիրները, էլի, որոնք որ գան ընթացիկ դեպի իրենց ընթացող խնդիրները ու կարողացան կողմնորոշվել։ Ռուսական կայսրությունը ինքը այնքան ծանր շարժվող մեքենա ու մեխանիզմ էր ու նաև արինթունենք այնքան չզարգացած մեքենա եւ մեխանիզմներ, որ դեկաբրիստների ապստամբությունը դարձավ այդ ամեն ինչի ազդանշաններից մեկը, այսպես ասենք։ Նախ քանի որ կենտրոնացել ենք դեկաբրիստների վրա, բայց այլ օրինակներ էլ հեսա կգնանք էլի։ Իրավիճակը ինչպիսին էր։ Կեղծ լուրի վրա ապստամբություն։ Այո։ Կոնստանտինը նամակ են ուղարկում, ասում են արի Լեհաստանից, հել ժողովրդին ասա, որ դու հրաժարվել ես գահից։ Բայց մինչև նա Լեհաստանից կգար, հետո ի վերջո եկավ։ Շուտ տարօրինակ էր եւ Ալեքսանդրի այդ կտակը եւ Կոնստանտինի չգալը նամակ էլ չէր գրել որ ես հրաժարվում եմ տենց ինչ որ ինտրիգը պահում էր վերջում եկավ տենց խոժոր դեմքով անցնում էր Պետերբուրգով ատելությամբ նայելով ժողովրդին որ իրոք այդքան չէր սիրում այդ ժողովրդի այդ շփումը եւ այլն բայց ինչ պետք է աներ Նիկոլայը երկու տարբերակ ուներ կամ հանձնվեր ասեր դե լավ ժողովուրդը հիմա ստեղծում է ժամանակավոր կառավարություն եւ ժողովուրդը կորոշի ինչպես անիմաստ նման հայտարարություն արեց մոտ 100 տարի հետո Նիկոլայ II-ի եղբայրը Միխայելը ասելով որ մինչեւ Ուչրիդիցնի սովետը որոշի ես չեմ ստանձնում գահը ի վերջո նրան էր ժառանգել Նիկոլայ II-ը Հաստատի վերջին Ռոմանովն է հաստատի նրանից հետո պետքա Միխայելը լիներ այդ եմ ասում Միխայելը բոյով նման էր Նիկոլայ առաջինին բայց համարձակություն չուներ որ ասեր չէ ես վերցնում դուրս զորքերի մի մասը նրան հավատարում էին գալիս էին որ ասեն նոր մի հատ Կովկասյան ճակատում բավական դեկաբրիստների ճնշում անեն այսինքն էլի այդ պուշկեքը բերում էին որ խփեն այդ հավաքված է բաների բայց Նիկոլայ առաջինը ինչ արեց ասեց դե ես չեմ կարող պետությունը թողնել այսինքն նա քո ասածով պատրաստված չէր կայսր դառնալ համար բայց փաստորեն բնատուր լավ ուներ այդ ցիրկը եւ երկրորդ հանգամանքը պետքա չմոռանալ նա շատ լավ հիշում էր
անձնական մի բան, թե ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս 16-րդի եւ նրա ընտանիքի հետ, երբ Լյուդովիկոս 16-րդին կնոջը գլխատեցին, երեխաները կորան, ժառանգը դոֆինը Լյուդովիկոս 17-րդը կորավ կամ սպանվեց եւ այլն, հետո սրբացվեց եւ այլն, հա։ Այսինքն ինքը ինչ արեց Նիկոլայը, հասկացավ, որ իր ընտանիքին պետք է կոտորեն եւ հետո բացահայտված ծրագրում դեկաբրիստների մի հատվածի, ագրեսիվ հատվածի բանում ռեսպուբլիկա է։ Դրված է, որ բոլոր ամբողջ Ռոմանովների տոհմը պետք է կոտորվեն, սպանվեն։ Իդեպ Դաստոևսկու Բեսի մեկում հենց այդ բանը կա, որ պետք է բոլորին սպանեն։ Հիմա ինքը ինչ ասեց, կամ ինձ կսպանեն ու իմ երեխաներին, ու իմ կնոջն ու մորը, կամ ես պետքա սպանեմ, ինքը ընտրեց երկրորդ տարբերակը, դուրս եկավ պայքարին, որում գնալուց առաջ մի հատ էլ հետարքիր բան արեց, նախ հրաժեշտ տվեց ընտանիքին, ասեց ես գնում եմ, դա կանցա ինչպես եւ ստիպեց հավատարիմ զորքին երթում տալ իր որդուն Ալեքսանդրին, որ եթե ես զոհվեմ, ես գնում եմ հրապարակում կռիվ անելու, եթե զոհվեմ հաջորդ կայսրը այս արդեն ասում եմ, հետո չասեք նոր հեղափոխման թեմա չսարքեք։ Ես խաբար չէի։ Սա մեկ, այսինքն այդ ֆրանսիական հեղափոխության դառը պտուղները Նիկոլայ ստիպեցին քայլ անելու։ Երկրորդ հանգամանքը, տես ասում ես այդ ռուսական մեքենան ծանր եւ այլն, հա, այն ռուսական բառը կա, չէ, ավոս։ Ասենք ասում են դե լավ մի բան անենք, հայերենում է կա դե յոլա այդանք մինչև այդ հենց ասում են մինչև տեսնենք ինչա եւ մյուս հանգամանքը ես քո հետ համաձայն եմ, որ այդ փոփոխությունների շունչը, եթե փոփոխությունների ժամանակ գալսը պետքա փոփոխություններ անել, բայց մի հատ այստեղ մեծ բայց կա։ Հիմա նայ, փոփոխություններ ուզում էին անել։ Նույն ռուսականում կար, ինչին Լյուդովիկոս 16-րդը Ֆրանսիայում փոփոխություններ անում, գնում էր հեղափոխականների հետ, միտինգավորների հետ հանդիպում էր, իրենց չգիտեմ գլխարկներ վերցնում, դնում, իբրև այդ ժողովրդական մարդը։ Ես կներես չեմ ուզում քեզ ընդհատեմ, ես ի նկատի չունեմ այդ տեսպի բանը փորձեց անել, հիշում ես լիբիական Ջավահիրիայի հրամանատար գնդապետ Մուամմար Կադաֆին, երբ որ արաբական գաղուրնը սկսել էր ժողովրդը փողոցում, գնացել էր ժողովրդի մեջ կանգնել, ասում էր ես էլ եմ պահանջում վարչապետը թող հրաժարական տա։ Դա արդեն ուշացած process է, որովհետև այլևս դու չես տիրապետում իրավիճակին։ Խոսքս բնականon առանց փողոցի ճնշման ինքնակամ եւ գիտակցաբար փոփոխությունների ռեֆորմների գնալն է։ Նայ, այդ ռեֆորմը հետո ասում արվում էր, ասենք չեմ Ալեքսանդր II բան Լորիս Մելիքովը ասում էր անենք, այս անենք, այն անենք, որ ինչ մինչև այդ Սպերանսկին, դրանից հետո էլի տարբեր բաներ, բարեփոխիչներ եղել են մինչև հա հեղափոխությունը եւ այլն, բայց այստեղ մի հատ մեծ բայց կա։ Այն ուժերը, որոնք ուզում են այդ հեղափոխություն, ապստամբություն, հեղաշրջումը անեն, թողնելու են, որ այդ բնականon ճանապարհով պետությունը անի այդ քո ասած փոփոխությունները, թե իրենք ընդհակառակը հրահրելու են, եթե պրովոկացիա անելու, որպեսզի այս ամեն ինչը լինի։ Հիմա հո տեսնում էին, որ ռուսական կայսրությունում ինչ-որ փոփոխություններ մտածում են անել։ Դրա համար արագացրեցին եւ Հայաստանում 2018-ից առաջ փոփոխություններ չէր արվում, չեմ կադաստրի համակարգում, էլեկտրոնային կառավարման, չգիտեմ, մարդու շփման բանը վերացնելու չէր արվում, արվում էր, չէ, բայց դանդաղ էր արվում։ Չէ, դանդաղի հարց էլ չի, Հայաստանի պարագայում մի քիչ այլ է, որովհետև այնօրին Հայաստանը չուներ այն կայսերական ավանդությունները կամ այն պետական ավանդությունները, որ ունեն եվրոպական երկրները եւ չունի էլ մինչեւ հիմա։ Ու մեր պարագայում ու պետք է ֆիքսենք, որ անգամ ֆրանսիական հեղափոխության պարագայում, բոլշևիկյան հեղափոխության, այսինքն մեծ երկրներում տեղ ունեցած այդ ապստամբական, այդ արյունալի հեղափոխությունների պարագայում ինչ որ շրջան հետո турբուլենտությունը, երբ որ անցնում այդ երկրները իրենց հին փառքը վերականգնում են, թեկուս այլ ձևաչափով, այսինքն կայսրությունից ասում են բանի ռեսպուբլիկայի կամ սովետական միությանն, ասենք ռուսական կայսրության պարագայում, բանի ձևի առումով եմ ասում եւ բովանդակության, հայկական իրականության պարագայում եւ ոչ միայն հայկական իրականության պարագայում։ Արի խնդրում իրար հետ միասին, հիմա թեմայից չեմ շեղվում, բայց ի հավելումն ասեմ, հա, երբ որ մենք նայում ենք այսօր նստած հատուկ ուսումնասիրումի արաբական գարուն կոչեցյալների, որոնք փաստացիորեն ապստամբություններ էին, հեղափոխություններ չէին։ Հա, փաստացիորեն ապստամբություններ էին։
անուն առ անուն նայի թե որ երկրներում այդ ապստամբությունները տեղի ունեցան, եւ որ մարդիկ գնում էին դեպի ավելի լավ ճանապարհ, հոգնած եւ զզված էին երկարամյա կառավարումներից, տիտան բաներից, տիրաններից, չգիտեմ, անվտանգության աշխատակիցների վարք ու բարքից, տնտեսական իրավիճակից, ու հիմա թե ինչպես են այդ երկրները ապրում, դա մի հատ սարսափ է բառի իմաստով։ Հիմա նայ այդ բարեփոխումների շունչը որ ասում ես, մի հատ այս մասը ասենք ու վերադառնանք, տես, ուզում են չէ բարեփոխումներ որ լինի բնականon ճանապարհով, բայց հենց տեսնում են որ արվում է, նրանց նպատակը հո այդ հեղափոխությունները կամ ապստամբությունները կազմակերպումներ, հո իրոք բարեփոխումները չեն։ Իրականը փոխելն է, խարդավանքներն է, իրավիճակը քաոսն է, իշխանություն վերցնելն է, նույնը։ Կարող ենք զուգահեռներ տեսնել եկեղեցու շուրջ տեղի ունեցողների։ Մեր հիմա։ Իհարկե։ Գարեգին Վեհապարը համաձայն է բարեփոխումների։ Ինքը միգուցե ուշացած, բայց գիտի չէ որ եկեղեցու բարենորոգման հարց կա։ Միշտ եղել է, մի 200 տարի այդ թեման քննարկվել է։ Իր մտերիմ եպիսկոպոսներն էլ չէ, ասել են, ասում են բարենորոգումների հարց կա։ Բայց այն ինչ որ հիմա արվում է, այս հարցակումը եկեղեցու վրա, հո իրական նպատակը բարենորոգումը չէ, այդ տիրադավ եպիսկոպոսներին որ հանել են որպես տենց առաջամարտիկ, որ իբր բարենորոգումն է, իրենք հո գիտեն այդ ամեն ինչը, իրենք հո քննարկել են, ուղղակի Վեհապարը եթե ավելի շուտ աներ բարենորոգումների այս հարցը, այդ ժամանակ կսկսեին հրահրել իր դեմ, այսինքն սա այդ բարենորոգում, բարեփոխում եւ այլն նույնպես ինչ որ մի պատրվակ է, որ այս ապստամբությունների ժամանակ օգտագործվում։ Բայց նարեկ, եթե կլասիկ ապստամբություններին է նարի մի հատ վերադառնանք եւ մի հատ հռետորական, ոչ թե հռետորական, այլ կարեւոր հարց կա, էլի, ոչ թե հռետորական, այլ իրոք հարց կա։ Մենք պետք է հասկանալ։ Սա մեխը այս թեման։ Որտեղ է ապստամբության եւ գունավոր հեղափոխության սահմանը։ Եվ ինչպես է ապստամբությունը տարբերվում գունավոր հեղափոխությունից եւ ինչպես է այդ այլափոխվելով վերածվում գունավոր հեղափոխության։ Հիմա եթե գնանք կլասիկ ապստամբությունների, ինչպես է, ինչու է տեղի ունենում ապստամբություն։ Մարդիկ էլ չեն դիմանում կեղեքումներին, ապստամբում։ Հիմա օրինակ հիշենք Սպարտակի ապստամբություն։ Խոսքս Սպարտակ Սեյրանյանի մասին չէ, որտեղ դա դաշնակցական կարող ապստամբի մեկել էլի։ Այն հին Սպարտակի մասին, հա։ Ես կարծում եմ այս հաղորդումից դու Սպարտակի զանգ կստանաս։ Ինչ էր ապստամբում Սպարտակը, այդ քո ասած ստրկության բանից ելնելով, չէ։ Դա ապստամբություն է։ Հիմա գանք մեր հայկական իրականություն։ Մենք քանի անգամ է մեր ժողովուրդը ապստամբել ընդդեմ պարսկական ճնշումների, հա, արաբական ճնշումների, չեմ Թեոդորոս Բրշտունի, Վահան Մամիկոնյան եւ այլն, ինչ են ապստամբել, որովհետեւ ճնշել են մեր ազգային ինքնությունը, մեր կրոնը, մեզ հարկային եւ այլն, բայց այդ ապստամբությունները հայկական դրանք գունավոր հեղափոխությունների չվերածվեցին։ Այո։ Եվ հիմա քանի որ գունավոր հեղափոխություն ասացինք, մենք կմտնենք արաբական աշխարհ, տեսնելու թե այդտեղ որ մասներ իրական ապստամբության այսպես սկիզբ, որը հետո ոնց այլափոխվեց, վերածվեց գունավոր հեղափոխության։ Կամ գանք Օսմանյան կայսրություն, բուլղարների ապստամբությունը, հույների ապստամբությունը, ինչի հանգեցրեց, որտեղ Օսմանյան կայսրությունը ճնշում էր, կեղեքում էր, սպանում էր, հույները ապստամբեցին եւ ինչ արեցին, ստեղծեցին պետություն։ Բուլղարներն ինչ արեցին, ապստամբեցին, ստեղծեցին պետություն։ Մի քիչ տարբեր է, հիմա մեր պարագայում հայերն էլ իհարկե, բայց մենք հիմա չենք խոսում այլ պետության կողմից գրաված եւ հպատակ ժողովուրդների ապստամբության մասին, հիմա հայերն էլ ապստամբեցին Օսմանյան կայսրության դեմ, չէ՞։ Չէ, բայց դա է ապստամբությունը։ Չէ, հասկանում եմ, բայց օբյեկտիվ ապստամբություն, բուլղարները ապստամբեցին, բախ դադարեցրեցին իրենց հանդեպ ցեղասպանությունը, երկրորդ ստեղծեցին կամ հիմա արի Հայաստան վերադառնանք 2016 թվական հունիս ամիս, եթե չեմ սխալվում, մի խումբ անձինք, որոնք իմ համոզման պահաբեկիչներ են, գրավում են պետական պահպանության ծառայության գունդը եւ հայտարարում, որ իրենք ապստամբություն են բարձրացնում Հայաստանի իշխանությունների դեմ։ Արդյոք դա ապստամբություն էր, արդյոք դա հեղափոխության փորձ էր, արդյոք դա աբեկչության փորձ էր եւ այլն եւ այլն։ Նայ 20-րդ դարում, երբ որ իրավական միտքը զարգանում է, պետությունների համապատասխան
օրենսդրական ձևակերպումներում հստակ կա որն է հեղափոխություն, որն է հանցագործություն, որն է ահաբեկչություն, որն է մարդու իրավունքներից բխող ինչ որ քայլեր եւ այլն, հա։ Հիմա եթե բնական է ժողովրդի մի մասը միշտ դժգոհ է իշխանությունից եւ այդ մասը ինչ որ իրավունքներ ունի, չէ, կարա միտինգ անի, գործադուլ անի, դասադուլ անի, մինչեւ Փաշինյանական ժողովրդավարության մուտքը համաշխարհային ասպարեզ էլի, մինչեւ ըստ կա բան, չէ, ավետարան ըստ Մաթեոսի, հիմա ժողովրդավարություն ըստ Փաշինյանի, այդտեղ ուրիշ ձև է։ Այդտեղ պետքա Facebook-ում ինքը հայտարարի եւ իրավապահ համակարգը մտնի ու ինչ որ քայլեր անի բազմաթիվ այլ բան։ Հիմա այդ բաները ձևակերպումներ կա, հիմա այդտեղ Սպարտակի ապստամբություն կամ արաբների դեմ ապստամբությունը դրա հետ համեմատել չէ։ Հիմա եթե այդ մեխանիզմները վերջանում դու զինված չինեմ ինչ գրավում ես եւ այլն, դե հիմա կարող է ինչ ուզում ես անվանի, բայց դա իրավական գնահատականը, ինչպես ասում են, ունի, հա։ Հիմա քանի հիշեցինք դաշնակցականներն էլ ապստամբեցին բանկոտոմանը գրավում, չէ, հանրապետության առաջին հանրապետությունից հետո Պետրվարյան ապստամբը ինչի համար էր, դա էլ էր, չէ՞, որովհետև սկսել էին հալածել դաշնակցական գործիչներին եւ այլն նախկիններին ճնշում էին եւ այլն։ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ Փարենիկի պետության կողմից, բայց դա էլ վատ հետևանքների հետևանք, բայց ամեն դեպքում ինքը քաղաքական ապստամբություն էր։ Դե ամենայն դեպս այդպես ձևակերպեցին։ Հիմա եթե այս ամեն ինչը այսպես ֆիքսելով, հիմա գնանք մի հատ արաբական աշխարհ էլի։ Ինչից սկսվեց այնտեղ։ Նախ առաջինը եթե չեմ սխալվում Թունիսում սկսվեց։ Մեկը իրան այրեց, ես լավ հիշում եմ։ Կանաչի ծախով մի անց շուկայում իրեն այրեց ընդդեմ ինչ որ բաների, ճնշումների, հարկայինի եւ այլն, եւ դա վերածվեց քո ասած այդ պատրուգի, որը վերածվեց հեղափոխության։ Հիմա դա ապստամբություն էր, թե գունավոր հեղափոխություն, որին հետևեց այլ երկրներում, Եգիպտոս, այնտեղ փոխվեց, հետո հետ եկավ էլի ունեցանք Եգիպտոսում, Լիբիայում, ուրեմն հետո Սիրիայում սկսվեց դա արդյունքում, բայց մինչև այդ բա մեր հարևան Վրաստանը, բա վարդերի հեղափոխությունը։ Մի քիչ էի ուզում ասել, դրանք մի քիչ ոնց որ թե բան են, բայց դե չէ, ես այսպեսի կարծիք ունեմ, նայ, նոր քաղ տեխնոլոգիաները ապստամբությունները, Սպարտակենց, այսպես ասած, փորձը վերցրել են եւ ինտեգրել են գունավոր հեղափոխության այս սիստեմի մեջ, որովհետեւ ինքը ժանրային միախառնում է։ Ինքը սկսում է ապստամբության ժանրի կանոններով, վերածվում է գունավոր հեղափոխության, հետո ավարտվում է ողբերգությամբ, այսինքն հեն ինչ որ հիմա տեղի ունենում Ուկրաինայում, որ երբ է սկսվել Մայդանի, անով հիմա դա ինչ էր, հեղափոխություններ, ապստամբություններ, ինչ էր։ Տես այն երկրները, որտեղ դեռ փորձ եղավ արաբական գարնան այդ ապստամբության գծիկ հեղափոխության, Թունիս, բանին երկրի նախագահ Բեն Ալին փախավ, Եգիպտոսում Հոսնի Մուբարաքին կալանավորեցին, դրա արդյունքում ինքը մահացավ, Լիբիա ուրեմն Մուամմար Կադաֆի, դրա արդյունքում քաղաքացիական պատերազմ, Եմեն Ալի Աբդալ Սալեհ կար նախագահ, ինքն էլ թողեց գնաց։ Հիմա տես, եւ Սիրիա ամենակարևորը։ Այս բոլոր մի քիչ ուրիշ է։ Հա, Սիրիա մի քիչ ուրիշ է անշուշտ, բայց այս բոլոր երկրներում ուրեմն բացի Եգիպտոսից մնացած տեղերը տիրում է քաոս ու Թունիսից, բայց թե Եգիպտոսում, եթե Թունիսում մենք ունենք ուրեմն բան կարծրացած բռնաբան, այսպես ավտորիտար համակարգ է։ Եգիպտոսում ուրիշ բան արեցին։ Հետո այդ հեղափոխություն, ապստամբություն արածին, տապալեց բանակը, Սիսին բերեց, այո, այդ է մասը։ Եվ նա հիմա բանտարկված է այդ հեղափոխականները Որտե մուսուլման եղբայրներ են, այո։ Տես նույնը Եգիպանի պարագայում, Եմենի պարագայում, մինչև հիմա այնտեղ արդեն բանա գոլդ, այսինքն սովա, համաճարակներ, իրար սպանել, այնտեղ հուսիտներ կան, որոնք կառավարությունը չեն ընդունում եւ այլն։ Նու Սիրիան արդեն առանձին ողբերգություն է։ Այսինքն արաբական գարուն ապստամբությունը, որտեղ մարդիկ արաբները գնում էին ավելի լավ կյանքի հետևից, բերեց այդ երկրների կործանման ու աշխարհի քաղաքական քարտեզի տոտալ կասկածի։ Ես քո հետ լիովին համաձայն եմ։ Նախ այնտեղ որտեղ տեղի ունենում արևմտյան սցենարով ապստամբություն հեղափոխություն, բանում էլ եղավ Կենտրոնական Ասիայում, չէ՞,
Qırğızstանում տեղի ունեցավ, Ղազախստանում փորձ տեղի ունեցավ, Վրաստանում, Ուկրաինայում, հետո Հայաստանում։ Այո։ Հիմա նայ արևմտյան սցենարով գրված այս ապստամբություն/հեղափոխությունները անպայմանորեն խաղի օրենքներով հանգեցնում են մեծագույն կորուստների, ողբերգությունների, արհավիրքների։ Եվ այն ինչ որ հիմա Ուկրաինայում տեղի ունենում, դրա հետևանքն, այսինքն ուզում եք տեսնեք արևմուտքի ազդեցությունը արևելքում, օրինակ, տեսեք այդ ողբերգությունները, տեսեք ավերված քաղաքներ, տեսեք հազարավոր, հարյուրազարավոր զոհեր, տեսեք եղբայրասպան պատերազմ եւ այլն։ Բայց Սիրիայի պարագայում ինչ, բայց այդ բոլորը ինչ լոզունգներով էր։ Ազատություն, եղբայրությունը փակելու ենք, եղբայրություն, կարմիր գծերը հանելու ենք, հարուստներից վերցնելու ենք փողը, տալու ենք աղքատներին։ Ամեն ինչ նույն սիրում ենք ձեզ, հպարտանում ենք ձեզանով։ Սիրում ենք եւ այլն եւ այլն։ Այսինքն նույն այդ ոչն է, այսինքն սա կեղծ, fake լուրով, fake խոստումով իրականացված process է։ Բայց Սիրիայի պարագայում մենք երկու հատ տարբեր Ասադներ ենք տեսնում։ Առաջի Բաշար Ասադը առաջին հարվածին դիմացավ, այդ ժամանակ ինքը Նիկոլայ առաջինն էր։ Դիմացավ, պատժեց եւ այլն, օգնեցին արտաքին իր գործընկերները, հետո երկրորդին արդեն ինքը մտածեց, որ արդեն կարգավորել է, լճացավ, բայց Թուրքիան եւ Արևմուտքը շարունակում էին աշխատել, երկրորդ հարվածը որ եղավ անցած տարի, նա այլևս չկարողացավ դիմանալ։ Դարձավ Նիկոլայ երկրորդը։ Դա փլուզվեց, չէ Նիկոլայ երկրորդից մի քիչ բան արեց, փորձեց խուսափել, փախավ ուղակի։ Դա եկամ հեռացավ։ Դե Նիկոլայն էլ խնդրել էր, չէ՞, բանին Գեորգին որպեսզի իրեն ընդունի Անգլիայի թագավորին։ Հա, բայց Գեորգը նրան չընդունեց։ Բնա, այսինքն դա շանս ուներ գնալ, էլի։ Նրան չընդունեց։ Հիմա Պուտինը Ասադին ընդունեց։ Այո, ընդունել։ Այսինքն ի վերջո ինչ եղավ։ Ասադը կորցրեց, այսինքն պետությունը սենց ավազը ոնց է ձեռքը բռնում ես ավազը ոնց է թափում, տենց բան եղավ։ Այսինքն ի վերջո այդ ապստամբություն հեղափոխությունը երկրորդ բանով հաղթեց։ Ու ինչ եղավ դրանից հետո Սիրիայում։ Էլի կիսա եղբայրասպան պատերազմ, կոտորածներ, ալևիների եւ այլն, ու հիմա էլ այնպես չի որ շատ կայուն է։ Չէ, հիմա մենք օրը ցերեկով Սիրիայում տեսնում ենք, կանշուշ Սիրիան ինքը ունի իր առանձնահատկությունները, այնտեղի ազգությունների միջև ավանդաբար ձևավորված ինչ-որ համակարգեր կային, օրինակ մեր արաբագետ ընկերները, ոնց որ ես շփվում եմ, կամ դու այսպես չես շփվում ճակերտներով, կամ Սիրիա հայերը հենց, որոնք որ այդ շրջանում թողեցին դուրս եկե, այո, բանը ակնարկը կհասկանան մարդիկ։ Վերջը Չէ, ես նկատի եմ կռուպնի սպեցիալիստ։ Հասկանալի, ես ուրիշ բան չէի մտածում։ Դրա հետ մեկտեղ փաստացի իրենք ինչ էին ասում են, որ Սիրիայի պես երկրներում, որտեղ բազմաթիվ ազգություններ, հավատների տարբերություն, հետաղատելություն փոխադարձ, ասենք ալավիներ, չգիտեմ, սննիներ եւ այլն, պետքա երկաթյա ձեռքով մի կառավարիչ, որը որ կարողանա այդ ամեն ինչը զսպի, որտեղ մենք հիշում ենք նաեւ Հաֆեզ Ասադի օրոք տեղ ունեցած բաները, չէ՞, դեմքերը Հոբսի եւ Համայի դեպքերը, երբ որ բանի Բաշարի հայրը չնայած արևմտյան եւ այսպես ամերիկյան հորդորներին եւ մարդու իրավունքների մասին կոչերին, ուղղակի գետնին հավասարեցրեց այդ երկու քաղաքները։ Ինքնաթիռները գնում էին եւ ռմբակոծում էին քաղաքները։ Ինքը մարդը, որը ինքնաթիռներով գնդակոծեց իր սեփական քաղաքները ընդդեմ մուսուլման եղբայրների։ Անկամ բաներ կան, պատմություններ կան, որ շենքը մի ամբողջ շենք բան է արել, ջուր են լցրել ու բան են, էլեկտրականություն են միացրել, որ մեջի եղածները բոլորը ման են։ Այսինքն սարսափելի դեպքեր էլ է։ Բայց դրա հետ միասին, այսինքն Սիրիայի պարագան մի քիչ այլ էր, բայց այսօր Սիրիայում, այսինքն մեր օրը ցերեկով տեղ ունեցավ դյուրզուների էթնիկ զտումներ, տեղ ունեցավ ալավիների էթնիկ զտումներ եւ օվալային կաբինետում, այսպես ասենք, օվալաձև կաբինետում, առանձնասենյակում, իր աշխատասենյակում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջի Թրամփը ընդունեց երբեմնի ուրեմն Ջաբհաթ ալ-Նուսրա ահաբեկչական խմբավորման ղեկավարներից այդ Ալ-Շարա կոչեցյալին, որը անձամբ մարդ էր սպանում եւ տեսանյութեր կան համացանցում գրված եւ որի համար հավաքական արևմուտքը բանը գլխագին էր նշանակել, եթե չեմ սխալվում 4-5 միլիոն դոլարի մասին է խոսքը մոտարապես։ Հավաքական արևմուտքը այնքան վնաս, որ հասցնում է արևմտյան արժեքներին, ուրիշ որևէ
կառույց եւ պետություն այդքան վնաս չի հասցնում։ Գիտես ինչն է խնդրը, որովհետեւ Որտեւ իրենք կեղծ են։ Ախր չէ, բայց ես ամբողջ։ իմ ու քո համար դասական ընկալման մեջ արևմտյան արժեքները քրիստոնեական արժեքներն են, չէ՞։ Իհարկե, չէ, ես նկատում եմ արևմտյան քաղաքական տեխնոլոգիաները։ Ես ինչի եմ ասում, որտեվ ես հիշում եմ ուրեմն այս վերջերս բաներ, վերջերս 6-7 ամիս առաջ որ արևմտյան դելեգացիա էր Հայաստան եկել, բաների Եվրախորհրդարանի անդամների, լիտվացիներ, լեհեր, բաներ եւ այլն, հիմնականում այսպես էս սովետական միության հետ սովետական երկրներում ռուսական ազատությունը ավարտելու միտված խմբեր ու կարծեմ Հայկ Մամիջանյան ելույթի մեջ ասաց, որ մեզ համար արևմտյան արժեքները նախ եւ առաջ քրիստոնեական արժեքներն են, այսինքն մեր ընկալումների մեջ, այդ կամ լեհեր կամ, չգիտեմ, լատիշեր, էստոնացիներ անմիջապես ընդհանրացած ոչ ասաց, արևմտյան արժեքները քրիստոնեական արժեքներ չեն։ Դրանք մարդու իրավունքների եւ ժողովրդավարության արժեքներն են այլևս։ Իսկ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության արժեքները ինչպիսին են այսօր ժամանակից արևմուտքում, պետք է ուղղակի դատել պայմանական ռումինական օրինակով, երբ որ մի տեղեկանքի հիման վրա բան հաղթած նախագահին բան արեցին, խաղը հետ վերադարձին, ասին կներեք, էսի ու ինչ էր, բան ես դու չընտրված ես։ Կեղծիկ ինչպիսին են այդ մարդու իրավունքները եւ այլ արժեքներ։ Ինչի Միքայել Սրբազանը մարդու իրավունք չունի, Սամվել Կարապետյանը մարդու իրավունքի մեջ չի մտնում, մյուս քաղբանտարկյալները մարդու իրավունքների մեջ չեն մտնում։ Այդ ինչ երկակի բազմակի արժեքներ են։ Ես որ տեսնում եմ այդ արևմտյան այդ սլիմ մարդկանց sense ինչ որ փողկապներով բարակ եւ այլն, հա, ես պատկերացնում եմ ընդդեմ մարդու իրավունքների կերպարների, իրենք հենց մարդու իրավունքների դեմ աշխատող, իրենք կեղծիկ տարածող, մահ ու ավեր ստեղծող կերպարներ ու կառույցներ են, որովհետեւ այդ ամեն ինչի արդյունքում այդ են, այսինքն ՆԱՏՕ-ն ուզում են ընդլայնել, հիմա Ուկրաինայում 100,000-ավոր մարդիկ մահանում են, որպեսզի ՆԱՏՕ-ի ընդլայնման այդ փորձը տեղի ունենա կամ ձախողվի կամ չգիտեմ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանաբեդ Տարշակ arczepiskopos Խաչատրյանին կալանավորում են 2018 թվականին ուրիշի ուսապարկ կներեք ես բան պլան գցելու, իբր պլան գցելու հանձնարարականի իման վրա եւ ակնհայտ է, չէ՞ որ դա ոնց ասեմ, այսինքն էփած հավի ծիծաղը գալիս է այդ ամեն ինչի հետ կապված ու ինքը շատ ծիծաղելի կներ, եթե ողբերգական չլիներ ու մեր եկեղեցուն չվերաբերվեր, ինչ արևմտյան դեսպանությունները, ասենք դու ինչ որ մի ձայն ծպտուն լսել ես, վեհապար հայրապետը իջնում էր ուրեմն, իդեպ մեր հաղորդումը մենք չորեքշաբթի օրն ենք ֆիքս ենք ձայնագրում, վաղը 5-շաբթի օրը 10 դիրադավ եպիսկոպոսները այո գնալու են Մայրաթոր ու մենք շաբաթ օրը երբ որ եթեր դուրս ենք չենք իմանալու թե ինչ է տեղի ունեցել, բայց երկար Մայրաթորը տարբեր տիրադավերի, դավաճանների, թշնամիների դիմացել է դարեր շարունակ, սա էլ կանցնի։ Այո, Տեր հաստատ բայր քո իսկ հիմնած Մայրաթոր։ Ահա, վեհապար հայրապետը իջնում էր ու ժողովրդական որոշակի ներկայություն կար Արշակ Սրբազանի կալանավորումից հետո եւ այդ պահին իջնում էր Եվրամիության դեսպանը ուրեմն բանով էլի այդ պաշտոնական պատվիրակությունների համար նախատեսված վայրից լրագրողները մոտեցան, ասում են, պարոն դեսպան, Հայաստանում կալանավորումներ են տեղի ունենում, ձեր նախորդները տխրահարճակ մեկ կար Սվիտալսկի կոչեցյալը, ամեն ինչին արձագանքում էին, ձեզ համար բանը ցավոք ինքը մեր բարեկամ հույն ժողովրդի ներկայացուցիչն է, բայց եվրոչինովնիկության հատված է, այստեղ ազգությունը կարևոր չի այդ առումով, ու ինքը այնպես արագ փախավ այդ բանից միջավայրից Ռուբեն, այնքան արագ, որ հանկարծ ոչ մի բան չանչանի, ու սա եվրոպական միություն գնում էր դատերի էր նստում, միտինգների մասնակցում այդ ցավտանը, հետո գիր գրես չէ հայկական հեղափոխության մասին։ Հա, դե ինքը դրա, որտեվ ճարտարապետներից մեկն է ենթադրում եմ, էլի, որտեվ ինքը շատ ակտիվ էր, ես հիշում եմ, որ նույնիսկ ուսանողների հետ էր շփվում, իհարկե հիմա այդ ուսանողները պաշտոնյաներ են բարձրաստիճան, բայց անգամ այդպես ակտիվիստ ուսանողներին մեծ դեսպանը զանգում եւ շփվում էր նրանց հետ մինչեւ 18-ը կամ 18-ի այդ դեպքերից առաջ եւ այլն եւ այլն։ Երևի դա մտնում է իր դիվանագիտության։ Այո, անշուշտ, բնականաբար ներքին գործերին խառնվել։ Բայց նայն արեք, մի հատ էլ դրվագ է այս ապստամբությունների։ Նախ մի հատ իդեպ ասեմ հայ հոգևորականները, նաև այդ մեր ապստամբությունները ընդդեմ օտար զավթիչների,
նաև ոգեշնչվել, երբեմն նաև ղեկավարվել են հայ հոգևորականների Դե իջմիածնի գաղտնի ժողով քեզ օրինակ։ Այո, այսինքն որովհետև կոչ են արել, ասեն մեր ժողովուրդը, մեր ազգը, մեր կրոնը վտանգի տակ է, ապստամբեք եւ այլն եւ այլն։ Բայց մի հատ այսպեսի բան ասեմ, իմ կարծիքով, նայ, այս ապստամբություններն ու հակաապստամբությունները կամ ապստամբողներն ու դրանց ճնշողները կարծես իրար հետ սենց երկարատև տևական մրցակցության մեջ են, մեկ նրանք են հաղթում, մեկ նրանք են հաղթում եւ անընդհատ մեկը մյուսից վրեժ խնդիր է լինում։ Հիմա նայ բանը ռուսականից քանի որ սկսեցինք, էլի գնանք դեպի ռուսական։ Պետրոս Մեծի դեմ զորքի մի մասի ապստամբություն ստրելեցների ապստամբությունը, երբ այդ ջոկատը, հա, այդ բանը, զորագունդը Դե ժամանակ քլը Պետրոս Մեծել չէր, էլի, այսինքն Չէ, ցար էր, նույնիսկ քլը իմպերատորը չէր, ապստամբում են ընդդեմ Պետրոս Մեծի բարեփոխումների։ Նայ իրենք ապստամբությունը ոչ թե հանուն բարեփոխման է, այլ ընդդեմ բարեփոխման, հա։ Եվ ինչ անում Պետրոս Մեծը, ֆանտաստիկ նկարներ կան, չէ, դաժան, թե ինչպես է այդ ստրելեցներին անձամբ գլխատում։ Կա նկար, որտեղ Պետրոսը Մեծը, Մենշիկովը, ամեն մեկը մի կացնով Կրեմլի պատի տակ գլխատում են ստրելեցներին եւ նրանց ժառանգների մոտ այդ հիշողությունը կա, որ ցարը մեզ սպանեց, հետո իրենք էլ ուզում են ցարի ընտանիքին սպանել, այսինքն բոլշևիկների մոտ, դեկաբրիստների մոտ, Классовая борьба, товарищи։ Այո, այդ ստրելեցների այդ ինչ որ բանը, մտածողությունը, հա, շարունակում էր, բայց ինչ էր, այլընտրանք չկար, կամ նրանք պետք է նրանց սպանեին, ոչնչացնեին, հաղթեին, կամ նրանք Բայց ախր տեսը մենք բրիտանական օրինակ ունենք, էլի բրիտանական օրինակում։ Բայց կներես, Պետրոսը ինչ էր ասում, ասում էր ես ատում եմ ձեր ապստամբությունը, որը ուղղված է Ռուսաստանը բարեփոխելու դեմ, հասկանում եք։ Մեկը բարեփոխման համար ապստամբությունն է, մյուսը բարեփոխման դեմ, բայց դες օրինակ բրիտանական կայսրության պարագայում կամ Մեծ Բրիտանիայի պարագայում ինչպես կայնեն կարողացան այդ բանը սաուն անցումը կատարել։ Այսինքն ինչ տեղի ունեցավ Կարլոս առաջինին փաստորեն Օլիվեր Կրոմվելի ապստամբությունը տեղի ունեցավ, մեծ հաշվով Կրոմվելը այլևս Բրիտանիայում հաստատեց Անգլիայում, այսինքն հաստատեց իշխանություն, Կարլոսը գնբանարվեց, գլխատվեց, հետո ինչ որ շրջանում տեղի ունեցավ ռեստավրացիա, Կարլոս II-ը եկավ, որդին եկավ իշխելու, հետո ինչ որ շրջան հետո արդեն սկսվեց բան, փաստորեն խորհրդարանական կառավարում, բրիտանական գահը դարձավ ավելևս իբրև այսպես սիմվոլ, ժողովրդի միացնող եւ այլն, ու այդ սինխրոնիզացիան երկուսը միասին շարունակվում է մինչեւ հիմա։ Ախր Ռուսաստանի պարագայում, ընդհանուր նաև Հայաստանի պարագայում միշտ դրված ալում ամեն ինչ կամ ոչինչ հասկացությունը հասկանում ես, այսինքն բանի խաղադրույքի վրա դրված ալում ամեն ինչ ոչ մի կողմը ոչ մեկին ոչ մի ձևով չի պատրաստվում դիճել։ Գիտես, այս մեր խնդիրն էլ է, հիմա 2018 թվականի տեղ ունեցավ ինչ որ տեղ ունեցավ, չէ՞։ Եկան իշխանության մարդիկ, որոնց ճնշող մեծամասնությունը մինչև 2018 թվականը ոչ մի կենսագրություն չուներ, ոչ մի կենսագրություն չուներ։ Հիմա շատ-շատերի համար հոգեբանորեն դժվար է ընդունելը, որ այդ մարդիկ արդեն 7 տարի է իշխանության, 7 տարվա ընթացքում էլ այս երկրի վրա ինչ կործանում ասես բերել են, հասկանում ես, բայց դա իրողությունն է, իրենք 7-8 տարի այլևս իշխանության են, ու այդ իրողությանն պետք է հաշվի նստել։ Այսինքն դա նշանակում որ Հայաստանում ձևավորվել է նոր քաղաքական եւ դրան կից տնտեսական, չասեմ այդ էլիտաբառը չօգտագործեմ, բայց իրողություններ, որոնց հետ դու չես կարող հաշվի չնստել։ Դույնը ռուսական կայսրության պարագայում վերջի վերջոնդեղը սոցիալական լիֆտը չէր աշխատում, չէ՞ նորմալ, այսինքն մեկը արիստոկրատ էր ծնվում էր, միանգամից գեներալ էր դառնում կամ չգիտեմ լեբ գվարդիայի կապիտան էր դառնում, մուժիկը կամ բանը կուպեցներ, այսինքն վաճառականաց խավը, մինչև բարձանում էր սոցիալական բանով վերելակով պայմանական, բավական դժվար էր այդ ամեն ինչը տեղի ունենում եւ միլիոնից մեկն էր կարողանում տեղ հասնել, բայց իրանց իրողությունը, իրանց արկայությունը այլևս փաստ էր դառնում կամաց քաղաքական համակարգում, տնտեսական համակարգում, բյուրոկրատական համակարգում, բանակում ու դրա հետ դու պետք է կամաց հաշվի նստեր։ Երբ որ հաշվի չես նստում, գալիս է այդ փոթորիկը։ Փոթորիկի արդյունքում լինում է արյուն, պետությունը հետ է շփոթվում։ Բայց այդտեղ նա ի՞նչն է ֆենոմեն։ Հա, այս քո ասած ընդունում, բայց նրանք ովքեր ուզում են բարեփոխում անեն, հենց այդ բողոքողները նրանց սպանում են։
ասենք Ստալիպինը, Ստալիպինը, չէ՞։ Նիկոլայ երկրորդի ժամանակ բարեփոխումներ Ես Նիկոլա Ստալիպին գնում, Ալեքսանդր երկրորդը։ Ալեքսանդր երկրորդը ճորտատիրական կարգերի վերացման ստորագրեց եւ իրեն սպանեցին նրանք, ովքեր դրա համար էին պայքարում, այսինքն այս ամեն ինչի կեղծիքը, սուտը ինչքան շատ կա այդ ապստամբություն կոչվածի մեջ սուտ, այսինքն այն ինչ որ Սպարտակենք էին անում Երևի այն մաքուր ինչ որ անից էին առաջնորդվում էլի։ Ես վերջերս Facebook-ում գրառումներ եմ կատարում բանից, խորհուրդ եմ տալիս իդեպ ով հետաքրում այս թեմաներով նայել, Անդրեյ Կոնչալովսկին ֆանտաստիկ ֆիլմ է, բազմասերյանոց ֆիլմ է նկարել, կոչվում է Խրոնիկի ռուսկի ռևոլյուցիա։ Ու այդտեղից մի հատ ցիտատ իմ ուղեղի մեջ մտել է, հիմա այդ քո հարցի պատասխանն է, այ բանը Լենինի, որը եկել էր для классовой борьбы товарищи, վայլեն բոլոր պրոլետարները պետք է բանեն, դալոյ տիրանիու, դալոյ монарխию վայլեն, ինքը ինչ ասում ձախ էսերս բանին, Սպիրիդոնովային, որին հետո գնդակահարեցին, ինքը բայց լուրջ քաղաքական կերպար էր։ Բրեստ-Լիտովսկի պայմանագրից առաջ ձախ էսերները դեմ են կանգնում, ասում են դու իրավունք չունես այս պատերազմը կանգնացնելու որովհետև սրանք էլ ուրիշ տեղ էին ուղեղները գցած, ոչ թե այն պատճառով, որ մեր զորքերը կռվում են այնտեղ եւ այլն, այլ որտեղ պետք է կռվելով շարունակեն Գերմանիայում էլ հասնենք պրոլետարի հաղթանակի, այսինքն մի տարածել մի կրիլիոններ սրանցներ խփել էլի։ Նա ինչ ասում այդ վիճակում ասում, ради того, чтобы удержать власть, я готов душить демократию, утверждать диктатуру, гнать бывших товарищей из Совета, подписывать похабный мир, похабный хайдарак хехегук. Мир и вообще носить кличку тиран и узурпатор. Это вагры. Эс Ленин ասում, հա? Հա, հիմա это ուզում ասի, երբ որ ես ամեն ինչը կարդում, մոտ նորից եմ կարդում, մոտ լսեք, ради того, чтобы Հայերեն ասա որ ավելի նրա համար որպեսզի ավելի հայեցի լինի։ Այո, նրա բայց տոնայնությունն էլ է, չէ որ հայկական իրավիճակին ավելի հարիր է։ Ժեստիկուլյացիան էլ նման ասում, չէ, չեմ կարող, չէ։ Ասում նրա համար որպեսզի ես պահպանեմ իշխանությունը, ես պատրաստ եմ խեղդել ժողովրդավարությունը, հաստատել բռնապետություն, ուրեմն հերու բան անել, այսպես հալածել, գնաց բառը երևի ճիշտ կլինի հալածել նախքին իմ ընկերներին, ստորագրել խայտարակ անպատվաբեր խաղաղության դաշնագիր եւ ընդհանրապես արժանանալ բռնապետ եւ ուզուրպատոր բանին, այսպես Մագդիրին կամ անվանմանը։ Մարեք ԿՊ-ի համագումարը երբ էր կարող տեղից ինչ որ ելույթի մեջ բերում։ Դե կամ որովհետեւ ես սրա պատմական բանը չգիտեմ, վկայությունը չգիտեմ, արդյոք Կոնչալովսկին արխիվներից է օգտվել եւ այլն, թե դա իր բանն է։ Եթե ընդունենք մի բան, որ սա Կոնչալովսկու գեղարվեստական մոտեցումն է, մեծ հավանականություն կա, որ ինքը տեսել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության համագումար, վերջին համագումարը եւ դրանից ոգեշնչվելով որովհետեւ ասում են, չէ, այ զուգահեռները առաջին Facebook-ով գրում ասում, դու հիմա պետության համը կզգաս ու ձերբակալում են այդ մարդուն։ Այ Սպիրիդոնովյանն է ձերբակալեցին դրա արդյունքում էլի։ Մյուսը ասում է հանուն դրսից մեր դեմ ինչ որ բաներ են սպասվում, հանուն ինքնիշխանության դիմենք դրսի մեկ այլ ուժի, որ մեզ պաշտպանի դրսի մեկ այլ ուժից։ Թվացյալ, հա, այսինքն իսկ այն ինչ որ ստորագրելը, փաստորեն մենք խոսել ենք, որ պախաբնի միրն հա, բայց չէ, իր ձևակերպմամբ դա բան չի։ Ինքնիշխանություն եւ այլն եւ բանը այդ ուզուրպատոր բան եւ այլն բռնապետ մի քանի դրվագներ կան, չէ, ինչի մարդ կա, որ կարային որոշումը չանի, դատավոր կարաչանի, կառավարությունը, ես եմ իջևանում եմ իմ արցանը դրած է։ Այնպես որ այս լրիվ բանը, բայց ամբողջ հարցն է, որ այս կերպարները անկախ իրենց պատմական մեծությունից կամ փոքրությունից, իսկ անշուշտ Վլադիմիր Իլիչ Լենինը համաշխարհային պատմության վրա ունեցել է շատ ավելի մեծ ազդեցություն, քան նրա հայաստանյան տարբերակը, այսպես ասեմ, Դա չի նշանակում ես Լենինի արածներով ոգեշնչված եմ, ուղղակի իր իրականացած չարիքը շատ ավելի մասշտաբային է եղել, մեր պարագայում ընդհանրապես մի փոքր ժողովուրդ է վերածվել բանի, այսպես ինկուբատորի ճագարի, հա, որին այսպես հիմա բան են անում, արժեքներ են հանում, նոր արժեքներ են դնում, բանը քրիստոնեության դեմ են պայքարել։ Անշուշտ, ինչ օրեց։ Պայթեցնում է գնդակահարում հայտարարում էին հակապետական։ Ռուսская православная церковь зарубежում որտեղից հայտնվեց, մարդիկ փախան դրսում ստեղծեցին։ Հա, բայց դրա հետ միասին այս կերպարները իրենց
մոտիվացիաների մեջ այնուամենայնիվ նույնն են այս ամեն ինչի տակ սիրելի պրոֆեսոր կա ընդհանրապես մի բան բոլոր հնարավոր գաղափարների, մակդիրների, մարմնաշարժությունների, չգիտեմ, փիլիսոփայական մեջբերումների կամ մի բան տրիվիալ կամ մաքուր հայերեն ասած բանալնի իշխանություն վերցնելու եւ իշխանություն պահելու եւ այդ իշխանության բարիքներից օգտվելու ոչ թե մարմաճ, լսի, ես չգիտեմ այդ բառը ոնց է, տենճանք ասեմ, մտասևեռում։ Մտասևեռում ու այդ ճանապարհին Լենինից մինչև Տրոցկի կամ չգիտեմ մինչև այսօրվա մեր հայկական խղճուկ իրականություն, նրանք պատրաստ են եղել անցնել բոլոր հնարավոր կարմիր գծերը, դեռ անցնելու են բոլոր հնարավոր կարմիր գծերը։ 21-րդ դարի հեղափոխություն անշուշտ նման չի 20-րդ դարին ինչ որ ռետուշներ կա եւ այլն, բայց մարդկության ճակատագրի վրա այս որակի եւ այս բնույթի փոփոխությունները նույն ձև սարսափելի վատ են ազդում, ասենց Նարեկ, եթե փորձենք ամփոփել մի դրվագ ասեմ, նախ հետեւյալն ապստամբությունների պարագայում հաղթողին չեն դատում, իսկ պարտվողը Լյուդովիկոս 16-րդի ճակատագրին արժանանում, Ասադի ճակատագրին արժանանում, Նիկոլայ II-ի ճակատագրին արժանանում եւ այլն։ Այսինքն, իսկ հաղթողներին բնականաբար չեն դատում։ Հետևաբար, սա ինչ որ նմանա մի քիչ թմրամոլի ինչ որ բանի, այսինքն մտնում է մի ուղղության մեջ, սկսում է խախտումներ անել, ճնշումներ, բռնություն հաստատել եւ երբ որ տեսնում է որ իրեն ինքը մնում է անպատիժ, շարունակում են իրեն պատվի առնել, շարունակում են իր ապօրինի հրամանները կատարել եւ այլն, ինքը արդեն մտնում է այդ իրավիճակի մեջ, իր ինքնության մասը դառնում է այդ բռնությունը, այսպես ասած, եւ երկրորդը ամփոփիչը պետք է ֆիքսենք հետեւյալը ապստամբություն եզրույթը, որը մարդկության պատմությանը ուղեկցել է, ծագել է բնական, դրական, բնական, այսպես ասած, իրավունքից պաշտպանել սեփական ինքնությունը, ազատությունը, խիղճը, ընտանիքը եւ այլն եւ այլն։ Բայց փաստացի դարերի ընթացքում այն մտնելով քաղտեխնոլոգիական այդ բանի մեջ, ստանոկի մեջ, ինչպես ասում են, մեքենայի մեջ, աղճատվել, վերածվել է ինչ-որ մի երևույթի, որը ծնունդ է տվել գունավոր հեղափոխությունների, որը օգտագործում է հուզականությունը, ապստամբություն կամ հանուն ազատության պայքարելու, բայց բերում է դրա հակառակը, որը բերում հանգեցնում է Ախուրյանցի անունին, բերում է կործանման, հայկական հեղափոխության Մարիաննային, բերում է աղետի եւ այլն, հետեւաբար փաստացի ֆիքսում ենք, որ ապստամբության եւ գունավոր հեղափոխության ներկայիս սահմանները շատ աղճատված են եւ առաջինը մարդկության պատմության մեջ ապստամբություն արածները երևի չէին ենթադրի, որ հետո իրենց այսպես ոնց ինքնազոհ պայքարը դառնալու էր կեղծ, ֆեյք լուրերի եւ վատ նպատակներ հետապնդող ինչ որ տարբեր գույների հեղափոխության համար հիմքի։ Կապ չունի դա դեկաբրիստներն էին, որոնք կոնստիտուցիային էին ուզում բերեին գահին, որ մուժիկները դրան հավատում էին, թե դրանք թունիսցիներն էին, որոնք իբրև ուզում էին ավելի լավ կամ լիբիացիներն էին, որոնք պայքարում էին բռնապետի դեմ, թե հայերն էին, որոնք մտածում էին, որ այո, փակելու են այդ տեսախցիկները եւ Սամվել Ալեքսանյանը իր բոլոր գումարները բաժանելու է չունևոր եւ չի լինելու բան պատվիրովի արդարադատություն եւ չեն լինելու բռնություններ եւ օլիգարխիան եւ պետությունը չի սերտաճելու իրար հետ եւ չի լինելու մեկ անձի իշխանություն եւ ամեն ինչ չի որոշելու մեկը եւ այդ որոշումների մի մասը լինելու է հակօրինական, այլ լինելու է լիովին այլ բան։ Ես էլ ամփոփելով սիրելի պրոֆեսոր ասեմ, որ անշուշտ ապստամբության, գիտես, ապստամբությունների մեջ միշտ ռոմանտիզմ կա, չէ՞, որովհետեւ երբ որ դու նայում ես այսպես բանից անհիշելի ժամանակներից ապստամբում էին հանուն ավելի լավ կյանքի, հանուն հայրենիքի։ Տես օրինակ
ասում եմ Վազգեն Սարգսյանը օրինակի համար, երբ որ դուրս եկավ այդ հայտնի Քաչ սիրտը Կրաբրայի սերդը ֆիլմը Ուիլյամ Օլասի Մել Գիբսոնի ֆանտաստիկ կատարմամբ, ասում է որ ինքը բարձրագույն հրամկազմին հավաքել էր բոլորին ու ստիպել էր որ միասին նայեն այդ ֆիլմը, որպեսզի մարդիկ տեսնեն ու ոգեշնչվեն, թե ինչի են պատրաստ հանուն սեփական երկրի ու հայրենիքի ու բնականաբար այդ դրա մեջ Ռոբին Հուդյան որոշակի բան կա, որտեղ Ռոբին Հուդն էլ վերջի չէ, երբ որ գնաց Շերվուդյան անտառներ փոքր մասշտաբի ապստամբություն էր, անշուշտ դրա մեջ ժողովրդական ֆիդային էդ է ուզում ասեի, Հրայր Դժոխքը, Գևորգ Չաուշը, այդ ամեն ինչը ապստամբությունների բան, ապստամբապետեր կային, օրինակ Մեծը Մուրադին Համբարձում Բոյաջյանին ասում էին Սասնո ապստամբապետ, այսինքն ապստամբության հրամանատար։ Իսկ դրա մեջ ռոմանտիկ բաներ կան, բայց սա 90%-ով 95%-ով ուղղված է եղել օտար լծի դեմ, հասկանում ես։ Հիմա այս 20-րդ դարում կարելի ասել, ասենք օրինակ երևի թե առաջին բաներից մեկը միշտ եղել է որ մեծ պետությունները խառնվել են, փող են ուղարկել, են արել որ խառնակցություն մտնի, մի բանը դինաստիա մյուսին փոխարինի, ստյուարտները գնան, չգիտեմ, բաները գան, բուրբոնները գան եւ այլն, բայց բանի պարագայում երևի առաջին անգամ այսպես կազմակերպված տերորի համար փող ուղարկվել է հենց հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ, երբ որ Պարվուսը գերմանական գենշտաբի հետախուզության փողերով փակվում էր Միգուցե նախորդ անգամներն էլ են փողեր եկել ուղղակի չեն Միգուցե մենք չեմ կարծում որ դեկաբրիստները բոլորը այդպես ռոմանտիկներ էին Չէ, դեկաբրիստների մեջ բաներ կային, գործուղված մարդիկ կային, այդ մասոնական լոժան բրիտանական ագենտուրա էլ ես վստահ եմ որ կլներ դրա այդ ամեն ինչի արդյունքում, բայց ասածս այն է որ այս հիմիկվա այս 20-րդ 21-րդ դարի խեղաթյուրված էլ չասեմ, այլասերված իրականությունը, որը ինչ որ մի ժողովրդին ավելի լավ կերակուր տալու պատրվակով այդ նույն ժողովրդին սպանդանոց տանելու այբից մինչև Z ճանապարհը ընդամենը, հասկանում ես, այսինքն հավին բան են տալիս, ներողություն այդ բառը, մար կուտ են տալիս ու տանում են մորթում են, այդ եղավ բանում, արաբական գարնան ժամանակ, էլի։ Բայց 20-րդ դարի մինչև վերջ կեսերը տենց կեսեր։ Դեմականներս մի հարց տամ, քեզ Կուբայի հեղափոխությունը։ Դա է ուզում ասել, ասում եմ, все-таки ի վերջո Չէ Գևարան շու այդ ռոմանտիզմը պայել էր, չէ։ Հեղափոխական ապստամբի, սիգարով, բանով, տես ինչ։ Հասկացա, հիմա շատ լավ է այդ ամեն ինչը, բայց երբ որ հեղափոխականը դարձավ Coca-Cola, ին Coca-Cola-ի վերածվեց, այսինքն բրենդի ընդամենը վերածվեց, ընդ որում ասեմ քեզ, այն աշխարհի բրենդի վերածվեց, որի դեմ ինքը պայքարում էր։ Այդ բրենդավորումը տեղ ունեցավ արևմտյան աշխարհում։ Ասենք դրա Մայքլ Կամերշուտը այնտեղ էին վաճառում, չգիտեմ, բաները, երգերը ամենաշուտ այնտեղ էին լսում, չէ՞, բայց ինքը արդեն մահացել էր, չէր կարող ազդել դեպքերի վրա։ Չէ, բարձա որ չէր կարող ազդել։ Չէ, ես ասում եմ այդ քո ասած ռոմանտիզմը հեղափոխական ապստամբի բանի Չէ իդեմս Չէ Գևարայի հիմա ճիշտ սխալ ինքը բազմաթիվ հեղափոխական լինի մինչև 20 տարեկան 20 տարեկանից երբ որ ինքը լինում է հեղափոխական փողոցային առումով, այդտեղ ես խնդրեմ եմ տեսնում։ Ես քո կենսափորձի, ես հասկանում եմ դու քո կենսափորձի վրա ես ուղղակի ասում եմ, ասենք նայ համաշխարհային կերպարներ, ապստամբ, Սպարտակը, չգիտեմ, մյուսը 20-րդ դարում Չէ Գևարան ի վերջո ինչ որ ձևով հələ դեռ պահում էր։ Ինչ է սիմվոլ էր, 21-րդ դարում չնայած իր բազմաթիվ սխալ խոցերի բան եւ այլն։ Երկու կարկառուն հեղափոխականները ինձ համար Զելենսկին եւ Փաշինյանն են։ Բայց ես նաեւ ուզում եմ ասել, որ դրական կա ապստամբությունը ճնշողի ռոմանտիզմն էլ է շատ հետաքրքիր։ Օրինակ ինձ ավելի դուր է գալիս Նիկոլայ առաջինի ապստամբությունը ճնշելու ռոմանտիզմը, ասպետական, թե ինչպես է հրաժեշտ տալի կնոջը, ինչպես է որդուն ասում, ինձնից հետո ուժեղ կլինես, ու գնում է ճնշելու։ Դա ավելի սենց ոգևորիչ ռոմանտիզմ է, քան ժողովրդին խաբել, ասի ժողովուրդ ջան, կոնստիտուցիան մի հատ աղջիկա գալու է, հեսա թագուի դառնա։ 21-րդ դարում տես Նիկոլայ առաջինը եղել է, գիտես, չէ։ Հիմա մեզ կմեղադեն մի քիչ սարկազմ դրա մեջ դնում, բայց կան Լուկաշենկոն, ինչպես ավտոմատով այդ բանը եթե երեխոք ոնց է հասկացավ ինչա լինելու իր հետ։ Շատ ճիշտ, իհարկե Կադաֆին հիշեց, հասկացավ ինչա լինելու, այո, ճիշտ է, բայց կան 21-րդ դարի Նիկոլայ առաջինն, հա։ Այո։ Միով բանիվ, ավարտելով այսօրվա ոդկասթը, այն շաբաթօրն հեռարձակվելու, ես հույս ունեմ, որ այս ձայնագրությունից մինչև շաբաթօրի երեկո Հայաստանում չեն տեղ ունենա անդառնալի եւ տեկտոնիկ փոփոխություններ, որոնք կբերեն մեր
ինչ ասեմ, եւս մեկ անգամ այս խայտարական են համ ինքներս մեր առաջ, համ ամբողջ աշխարհի առաջ շատ մեծ հույս ունեմ, հա, բայց այնուամենայնիվ Հայտարարակ լինելու առումով դու այդքան վստահ մի եղի։ Ես վստահ չեմ, ես հույս եմ հայտնում։ Այո։ Եվ այսպես եթերում պրովզրույցը, պրովզրույցի 15-րդ թողարկումը, այն վարում էինք ես Նարեկ Գալստյանը, ինչպես նաև դոկտոր պրոֆեսոր պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, հետևեք մեզ, մեկնաբանեք, առաջարկություններ գրեք, եթե ինչ-որ թեմա կա, որ դες հետաքրքիր է, հուշեք մեզ, որովհետև մենք ինքներս էլ մշտապես թեմաների պրոպտումների մեջ ենք, շատ խիստ մի վերաբերվեք, տեղ-տեղ մենք էլ ենք կարող է այսպես մի քիչ ոգևորվենք, մի քիչ էսկոմ, մի քիչ ենկոմ, որովհետև մենք ինքներս էլ Ժանրն է այդպես։ Ժանրն է այդպես, հետո բացի ազատ զրույցից էլ մի բան էլ ֆիքսենք, որ մենք ինքներս էլ այս փոթորկվող երկրում մեր հոգիներն էլ են փոթորկված ամեն Հետո նայեք էլի, մենք ուզում ենք ավելի մնանք պատմության մասին խոսենք, բայց չեն կարողանում։ Մենք էլ գալիս բերում զուգահեռները ինքնաբերաբար գալիս են հասնում են մեր օր։ Դրա համար վերնագրերն էլ այդպես է, Պոմպեոսից մինչև Փաշինյան, հիմա եսի չգիտեմ ինչ կդնենք, Սպարտակից մինչև չգիտեմ ուր, բայց համենայն դեպս ինքնաբերաբար է ստացվում, այդպես։ Դեկաբրիստներից մինչև Այո։ Մինչև Լուկաշենկո կարելի է դնել։ Մինչև Մինչև Լուկաշենկո։ Շնորհակալ ենք, կհանդիպենք։ Աջուց։